Սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, այսօր մայիսի 2-ն է 9:30 եւ մենք սկսում ենք մեր ուղիղ եթերը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը եւ ուրախ ենք այսօրը եւս ձեզ հետ կիսելու, մոտ 1.5 ժամ լինելու ենք միասին, լսելու ենք լավ երաժշտություն, խոսելու ենք դրական ու լավ թեմաներից։ Մի խոսքով ամեն ինչ կա առավոտը շատ լավ սկսելու համար։ Գլխավոր ատրիբուտը սուրճը մեզ հետ է, սերը բնականաբար միշտ մեզ հետ է եւ Մարինա առանձնահատուկ շնորհավորում եմ վերջապես քո բաղձալի մայիսը եկավ, ինչը կարելի է տեսնել նաև քո դեմքից եւ ընտրած ակոստիկ գույնից։ Այո, ինձ մոտ արդեն տրամադրությունը ավելի քան մայիսյան է, վարդերի պես, այսպես ասած, այո, իմ շատ սիրելի ամիսն է եւ եղանակն էլ արդեն փաստում է, որ տաք է, հուսանք այլևս ցուրտ չի լինի, անձրևներ չեն լինի։ Այո, մայիսն էլ եկավ, այսօր ինչպես ասացինք մայիսի 2-ն է, 3 ոչ աշխատանքային օրեր շատերի համար եւ ես հասկացա, որ պետք է ինչպես հայտնի այդպես ձևակերպումներ կան, չէ, Instagram-ում նորմալիզացնել օրինակ շաբաթվա մեջ եւս մեկ ազատ օր ունենալու մարդկանց իրավունքը, որովհետեւ երբ շաբաթվա մեջ մի օր էլ կա ինքդ քեզ տրամադրելու, այսպես շատ ավելի արդյունավետ ու վստահ է հաջորդ օրը շտապում աշխատանքի։ Անպայման լինի աշխատանքային օր, չէ՞։ Դե բնականաբար։ Չէ, շաբաթ-կիրակից բացի էի ասում։ Այսօր եւս 1.5 ժամ մենք այո, հետաքրքիր լուրեր կքննարկենք, կարևոր թեմաներից կխոսենք, իսկ եթերաժամի սկզբին բնականաբար կթարմացնենք տեղեկատվությունը ճանապարհների, տարադրամի, եղանակի տեսության վերաբերյալ, այնպես որ ինչպես ամեն աշխատանքային առավոտ այսօր էլ կփորձենք շաբաթվա այս դեպքում վերջին օրը արդյունավետ սկսել ու ճանապարհել։ Իհարկե նաև շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, շատ հետաքրքիր մասնագիտության եւ հյուրընկալելու ենք մեր տաղավարում հենց մասնագետի, մի փոքր ուշ արդեն փակագծերը կբացենք ու նաև առանձնացրել ենք քննարկման թեմա, հուսով ենք ակտիվ կլինեք ինչպես նախորդ անգամ, մենք անհամբեր սպասելու ենք ձեր զանգերին 55 3702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է ու նաև արդեն ակտիվ է մեր Facebook-յան live-ը, սպասում ենք ձեր մեկնաբանություններին։ Այո, Հայաստանի հանրային ռադիո փնտրեք Facebook-ում, բաժանորդագրվեք մեր էջին, միացեք մեր live-ին, այստեղ կարող եք մեկնաբանությունների դաշտում ձեր ողջույնները, բարեմաղթանքները գրել, օրվա հարցի վերաբերյալ նաև բնականաբար ձեր պատասխանները, մենք սիրով դրանք ընթերցում ենք։ Եվ հաշվի առնելով այսօրվա մեր գունային ընտրությունը հագուստի, հենց առաջինը որոշեցինք դրա հետ կապված մի երգել լսել, միանգամից կհասկանաք ինչու ենք սա ընտրել։ Եթե դեռ չեք միացել մեզ Facebook-ով, հենց հիմա մտեք, նայեք, կհասկանաք։ Կանաչ կարմիր շորերս հագել եմ, խոնջա պողջաս տրել եմ, կապել եմ, թաքուն տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ, կանաչ կարմիր շորերս հագել եմ, խոնջա պողջաս տրել
Սուրճ ու սեր առավոտից։ Սիլվա Հակոբյանի եւ Կամի Ֆրենցի տարբերակն ենք լսում տնից փախել եմ, ինչը որովհետեւ կանաչ եւ կարմիր ենք այսօր հակել է կանաչ շապիկ, իսկ ես կարմիր զգեստով եմ, այնպես որ բացմի թողեք այդ բացառիկ հնարավորությունը մեզ տեսնելու այս պահին Հայաստանի հանրային ռադիոյի ուղիղ եթերում լայվը գործարկված է եւ մենք արդեն ունենք մեկնաբանություններ, Էդիկ Բաբուջյանն է մեզ բարի օր մաղթում եւ Ավետիս Մանուկյանը, բարի լույս ձեզ, բարի եթեր, շնորհակալ ենք շատ։ Բարի լույս ենք եւս մեկ անգամ ասում բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել, հիշեցնում ենք այսօր մայիսի 2-ն է, այո արդեն մայիս է, սա Մարինայի սիրելի եղանակն է եւ հենց հիմա նաեւ եղանակի տեսությանը ծանոթանանք։ Մայիսի 2-ից 4-ը հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, իսկ այսօր ցերեկն առանձին վայրերում նաեւ հորդառատ անձրև է կանխատեսվում։ Քամին հարավարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, Երևանում այսօր եւս սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Սակայն բավականին տաք եղանակ է, մինչև +26 կլինի ցերեկը, երեկոյան 17, իսկ գիշերը 15։ Մարինա, անակնկալ էր քեզ համար, իսկ մայրաքաղաքում արդեն այս պահին 18 աստիճան է, սովորաբար 12-13 էր լինում այս ժամերին, այնպես որ շոկերն աստիճանաբար սկսվում են դժգոհելու տեղ չունեք։ Այո, եւ անդրադառնանք նաեւ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներին, դրանք հիմնականում անցանելի են։ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հանգիստ կարող ենք երթևեկել, ինչը չես ասի մայրաքաղաքի մասին։ Այո, վերադառնանք մեր սիրելի մայրաքաղաքի խցանված փողոցներ, 6 է այս պահին խցանումային նիշը մայրաքաղաքում եւ փոքր կենտրոնից սկսենք, բավականին շատ են այն փողոցները, որտեղ երթևեկությունը ծանրաբեռնված է, Սայաթնովա Պողոտան, օրինակ օպերային հարող հատվածում, թե բարձրացող, թե իջնող հատվածը, Մաշտոցի Պողոտան դեպի օպերա շարժվող հատվածը եւ նաեւ Մատենադարանից, Կորյունի փողոցից սկսած դեպի այսպես օպերա իջնող հատվածը, Կորյունին զուգահեռ Տերյան փողոցը երկկողմանիորեն բավական ծանրաբեռնված է։ Նաև Խանջան, Տիգրան մեծ փողոցների հատման խաչմերուկը նշված փողոցներով դժվար անցանելի է, եթե հնարավորություն ունեք շրջանցեք։ Այո։ Էլ որ փողոցն եմ ես տեսնում։ Բնականաբար Աթենքի փողոցը, Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ շարժվող հատվածը, Կոնյակի գործարանի հատվածում բավական ծանրաբեռնված է երթևեկությունը, զարմանալիորեն Իսակովում, այս մի հատվածում է, Երևանյան լճի հատվածում բավական ծանրաբեռնված է։ Սարալանջի հատվածի մասին կարծում եմ ավելորդ է ամեն առավոտ խոսել, այս ժամերին այստեղ միշտ բավականին դժվար է երթևեկությունը առաջ շարժվում, որովհետև միշտ կա մեքենաների կուտակում։ Սիրելի վարորդներ, ուղևորներ, 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, եթե այսպես շատ կանգնած խցանում է եւ կարող եք ձեզ թույլ տալ վարորդներին ուղղված, կարող եք մեզ զանգահարել։ Եվ նաեւ նշենք, որ Արշակունյաց ու Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկն է այս պահին դժվար անցանելի, այնպես որ եթե գտնվում եք խցանման մեջ եւ մենք չնշեցինք այդ փողոցների անունները, կարող եք զանգահարել, օգնել մյուս վարորդներին շրջանցել տվյալ փողոցները։ Եվ տարադրամի փոխարժեքին էլ ծանոթանանք ու անդրադառնանք այսօրվա մեր օրվա հարցին, որն իդեպ բավական կապ ունի հենց ինչու ոչ խցանումների եւ ընդհանրապես առավոտյան օրը սկսելու հետ։ Եվ այսպես ըստ կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 389 դրամ 94 լումա է, եվրոինը 443 դրամ 1 լումա, ռուբլունը 4 դրամ 4 լումա։ Եվ այսօր մենք որոշել ենք անդրադառնալ եւս մեկ օրվա հարց ունենալ, ինչպես ամեն առավոտ փորձում ենք ձեզ այսպես ակտիվացնել եւ ինտերակտիվ դարձնել մեր կապը, մինչեւ Մարինան կասի թե ինչ ենք այսօր ձեզ հարցնելու, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է։ Եվ այսպես մենք շատ հաճախ ուշանում ենք, վերջին շրջանում անընդհատ ուշանում ենք խցանումների պատճառով եւ կարծես դա դարձել է նորմալ, ասել որ ուշացել եմ խցանումների պատճառով, բայց մենք որոշեցինք մի քիչ էլ փորփրել հարցը եւ փորձել հասկանալ որն է եղել ամենահիմար պատճառը, որով մենք ուշացել ենք եւ իսկապես ուշացել ենք, այսինքն շտապել ենք, ամեն ինչ արել ենք, որ ժամանակին հասնենք տեղ, օրինակ գործնական հանդիպման ենք եղել, աշխատանքի համար հարցազրույցի ենք պատրաստվել գնալ, բայց տեղ չենք հասել, այսպես ասած, որովհետեւ մի հիմար պատճառով ուշացել ենք։ Խիստ պարտաճանաչներին խորհուրդ ենք տալիս լուրջ չվերաբերվել այսօրվա մեր քննարկմանը, որովհետեւ
որովհետև կան մարդիկ, իհարկե առանց դատելու եմ դա ասում, որ մյուս տեսակն են, չէ՞, ծայրահեղ ուշացողների այնքան պարտաճանաչ են, որ մի 40-50 րոպե շուտ են գնում հանդիպման, եւ եթե մարդ ես դու էլ սահմանված ժամից մի 10 րոպե ուշանում ես, դա արդեն ստացվում է մի 1 ժամ այդ մարդը քեզ սպասել է, եւ ես միշտ ասում եմ, բայց ով էր քեզ խնդրել, եթե իհարկե մտերիմ մարդ է, այդքան շուտ գայր, բայց հիմար պատճառ, որը ստիպել է ուշանալ, երևի ես կասեմ շատերիս մոտ է դա լինում, թեև շուտ ես զարթնում, շուտ ես պատրաստվում, բայց այնքան սպասում ես այնքան մինչև ուշանաս, այո, կամ պարկած ես մնում, այնքան մինչև որ արդեն զգում ես որ կուշանաս եւ սկսում ես ավելի այսպես արագ heavy պատրաստվել, ուրիշ պատճառ փորձեմ եթերի ընթացքում էլ քո հարցը ինձ համար անակնկալ էր հիշել։ Ամենաահավոր պատճառներից մեկն այն է, երբ որ դու չգիտես ինչ հագնել եւ իսկապես չես կողմնորոշվում ինչ հագնել կամ այնինչ դու պատկերացրել ես, այո, քո գլխում այն գեղեցիկ էր, բայց իրականում չէր սազում ընդհանրապես։ Եվ վերջին րոպեներն են, որ տնից պետք է դուրս գաս ու դու հասկանում ես, որ դու քեզ հարմարավետ չես զգում այդ հագուստի մեջ ու արդեն ցայտնոտի մեջ ես հայտնվում, չգիտես ինչ հագնել։ Դա երևի թե կանանց պարագայում ամենահաճախ պատահող պատճառներից մեկն է, որը մենք այնքան էլ հիմար պատճառ չենք համարում, սևա։ Այո, ինչու ոչ, մանավանդ մեր մայրաքաղաքում, եթե ինչ-որ տեղից ուշանում ենք, միշտ այդ պահուստային պատճառը կարելի է ասել, որ մի քիչ խցանում էր։ Մի քիչ խցանում էր եւ հիմա նաեւ Instagram-ում եւ TikTok-ում այդպիսի հոլովակներ են տարածվում, որ ներողություն են խնդրում ուշացման համար, քանի որ ահա որ խցանման մեջ էին եւ խցանումը այնտեղ ունի անուն, օրինակ շպարվում է, պարում է այդ ընթացքում, պատրաստվում է, սուրճ է վերցրել եւ այդպես շատ ուշ է հասնում տեղ։ Մենք արդեն մեկնաբանություններ ունենք, իհարկե ոչ դեռ թեմայի վերաբերյալ, Արմեն Լևոնովիչ գրել է թող առավոտը լինի ուրախ եւ բարի լույս, Սուզաննա Սարատիկյանը բարի լույս, Աշոտ Հովանեսյանը բարի լույս բոլորին սազում է, նկատի ունեն մեր այսօրվա գունային ընտրությունը, Նունե Կարապետյանը բարի լույս սիրելիներս, լավ օր եմ մաղթում բոլորին, շատ գեղեցիկ է եւ շատ գեղեցիկ է ձեր տեսքը, շնորհակալ ենք շատ եւ մինչեւ դուք զանգահարում եք թեմայի հետ կապված, մենք արդեն ասենք թե ում հետ ենք այսօր զրուցելու, ով է լինելու մեր հյուրը, քանի որ աշխարհում մի քանի օրից նշվելու է Հրշեջ փրկարարների մասնագիտական տոնը, մենք այսօր որոշեցինք մի փոքր առաջ անցնել եւ մեր տաղավարում հյուրընկալելու ենք Երևանի փրկարար վարչության 5 Հրշեջ փրկարարական ջոկատի Հրշեջ փրկարար, փրկարար ծառայության ավագ սերժանտ Դավիթ Առաքելյանին, խոսելու ենք նրանց մասնագիտական գաղտնիքների մասին, հետաքրքիր դեպքերի մասին, ինչու ոչ նաև զվարճալի դեպքերի մասին։ Այո, եւ սա այն մասնագիտությունն է, որտեղ ուշանալ պետք չէ եւ բարեբախտաբար մեր հրշեջները, փրկարարները միշտ հետևում են ճիշտ ժամանակին, քանի որ այստեղ, ինչպես խոսում էինք եթերի սկզբում, մեր ուշանալու հետ կապված, նրանց դեպքում դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ եւ ուշանալու որևէ պատճառ պետք չէ գտնել։ Ես հիմա հիշեցի մեր ռադիո լսողներից մեկին, ով զանգահարել էր եւ մեր նախորդ թեմայի հետ կապված գրքի անունը վերնագրել էր Պարտաճանաչը, հիմա երևի մեզ լսում է, կարծեմ Գևորգներ, եթե ճիշտ եմ հիշում։ Դու լավ ես հիշում բոլորի անունները։ Թե Հակոբներ, կամ Գևորգներ, կամ Հակոբներ, մի խոսքով եւ հիմա ես պատկերացնում եմ, որ նա լսում է մեզ ու ասում է ինչպես կարելի է ուշանալ այն էլ ինչ որ հիմար պատճառով, որովհետեւ պետք է լինել Պարտաճանաչ։ Եվ ես նկատում եմ հիմնականում ուշացող մարդիկ չեն սիրում սպասել։ Այո։ Դա էլ կա։ 553702 կսպասենք ձեր զանգերին, եւս մեկ երգ լսենք, այդ ընթացքում արդեն կսպասենք ձեր մեկնաբանություններին ու զանգերին։ Lost in a crowd of people I don't know. Their voices that is low in my head, yeah. They try to keep me where I don't belong. I started like this, so is that wrong? I'm hallucinating, yeah. All these special nights in my side, the records I cried up all night while I'm dancing in the dark. The special lights in my side, got me hypnotized.
I'm dancing in the dark. There's flashing lights in the sky. Got me hypnotized up all night. I was dancing in the dark. It's hard to behave, yeah. There is no escape. I guess I'm stuck today. They never notice out of my world like damn. I'm feeling so fly. Sweat let a girl switched it up for the night. You never know what I had inside. While I still dance in the dark. There's flashing lights, yes, yes. I cried up all night while I'm dancing in the dark. There's flashing lights in my side. Got me hypnotized up all night. I was dancing in the dark, yeah. I was dancing, yeah, yeah. In the dark. Սուրճ ու սեր առավոտից։ 9:47 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, չմոռանանք հիշեցնել, մենք Facebook-ում եւս ուղիղ եթերում ենք, լայվը գործարկված է եւ զանգ ունենք այս պահին։ Տեսնենք ով է միացել, բարի լույս։ Բարև։ Բարև ձեզ ում հետ ենք խոսում։ Գևորգի։ Գևորգի, Գևորգը զանգեց մեզ։ Ես լսում եմ, հետևում եմ։ Շատ ուրախ ենք։ Դուք եք, չէ՞ Պարտաճանաչի հեղինակը։ Այո, հիմա կասեք, ինչ պատճառ կարող է լինել, որով մարդիկ ուշանում են։ Այո, օրինակի համար ընկերոջս էլ պայմանավորվել եմ, էլի խախտում է ժամանակը։ Եվ ինչն է եղել պատճառը։ Դու չգիտեմ, դեռ հենց միջեմա պատասխան չի տվել, սպասում։ Հա, հենց հիմիկվա մասին է մշտապես խոսքը։ ուշացող է, Գևորգ։ Այո։ Պարտաճանաչը եւ ուշացող է։ Իսկ քանի րոպե է հիմնականում ուշանում։ Դե գիտեք, ոնց տարբեր ժամանակա, մի ժամ, 2 ժամ։ Այդպես։ Հա։ Փաստորեն Չէ, ինձանից դա վատ բավականին ծանր դեպք է։ կա։ Օրինակ իմ պարագայում մինչև 15 րոպե, դրանից ավել չի լինում։ Դե Ինձ դա համար Հայաստանում 15 կարծում եմ րոպե նորմալ նորմալ է։ է։ Հաշվի առնելով, որ մեջ միջոցառումները եւս մի 15-20 րոպե ուշ են Պարզապես իմ սկսվում։ ներքին ժամացույցը սխալ է աշխատում։ Գուցե ձեր ընկերոջ մոտ էլ է այդպես, Գևորգ։ Երևի թե տարբեր պատճառներ են։ Իսկ որ գալիս է ինչ է ասում։ Եղբայր կներես։ Հա, խթանման մեջ եմ ընկել, կամ չգիտեմ, ինչու միտեղ զրուցի է բռնվել մեկ է, պայտակ մոռացել է, որ Facebook պետք է գայ։ Այդպես էլ է լինում Իսկ փաստորեն։ դուք լինելով խիստ պարտաճանաչ, վստահ եմ եղել են կյանքում դեպքեր, որ դուք եք ուշացել։ Բնականաբար, նայած ինչ հանգամանքներում, բայց փորձում եմ ամեն ինչ անել, ոչ ուշանամ, ուղղակի կարա լինի դեպքեր, որ նախատեսել ես այս ժամին լինես ինչ-որ մի կետում, բայց ինչ-որ մի բան ստացվում է լինում։ Իսկ եղել է ինչ-որ անիմաստ պատճառ, Արտառոց կամ, այո։ Հա, որը ձեզ խանգարել է հասնել տեղեն, որ չէիք մտածում, բայց պատահել է, որ մեկին պատմեք չի հավատա, որ այդ պատճառով եք Այս ուշացել։ բան չեմ հիշում, բայց հաստատ եղած կլինի։ Օրինակ իմ դեպքում ես հիշեցի, որ մի անգամ համարյա թե օթանավակայանից ուշանում էի, որովհետև հյուրանոցի սանհանգույցի դուռը ներսից փակվել էր եւ չէր բացվում ու մենք ստիպված աշխատակիցներին կանչեցինք, որ գան բացեն, համարյա թե մենք ուշանում էինք, այ դա կլիներ իսկապես պատճառ։ Ընկերոջս այդ է, ես հիշեցին, ոնց օթանավակայանի հետ կապված ընկերոջս հետ գնում էինք, էլի պայմանավորվել է, որ պիտի գնայի օթանավակայան, եկել էր վերջի պայն հասցրել եմ ռեգիստրացիայի, ասեցին, որ 2 րոպե ուշանել, ասեմ փակվելու էր, ընկերս պատկերացրեց, որ հումոր են անում, ասում ոնց 2 րոպե ուշանենք ոնց է փակվելու, ասում են հա աշխատակիցներ 2 րոպե ուշանեք փակվելու է, ինքը չէր պատկերացնում էլի, որ վերջի վարքյանին ասը ու դες բան կարա լինի։ Մտածում էր հայավարի մի բան կաներ Մի քիչ կհամոզվեր։ կսպասեր ինքնաթիռը։ Շնորհակալ ենք ձեզ շատ զանգի համար, Գևորգ, հուսանք ձեր ընկերը տեղ կհասնի ժամանակին եւ եթե դեռ մենք լինենք եթերում ու ինքը հասած լինի, խնդրում եմ զանգահարեք, ասեք ինչ պատճառով էր ուշացել։ Անպայման։ Կսպասենք ձեզ լավ օրենք հաղթում եւ համբերություն ձեր նյարդերին։ Խիստ պարտաճանաչ մարդկանց համար շատ դժվար է շրջապատում ունենալ քրոնիկ ուշացողների, որովհետեւ սա կարծես ծանր ինչ-որ հետևանք կարող է թողնել, որովհետեւ երբ դու խիստ պարտաճանաչ ես եւ սպասում ես ու մարդիկ չեն գալիս, այդքան էլ հաճելի երևույթ չէ։ Այո, բայց երբ դու ուշացող ես եւ մի օր պատահական շուտ ես տեղ հասնում եւ օրինակ 10 րոպե պետք է սպասես, օրինակ ես շատ հաճախ սկանդալ եմ անում եւ ասում եմ ինչքան կարելի է սպասել ու ասում են լավ չի չէ, բա լավ է որ մենք քեզ այսքան սպասում ենք, էլի զանգ ունենք Սևա։ Միանանք ռադիոսին։ Բարի լույս Մարինա ջան, բարի լույս Սևակ ջան, հատկապես ասում եմ ձեր անունները, իրականում մի հասարակ թվաբանություն կա, բանաձև կա, ինչ հայ որ չուշանա։ Ահա։ Սա մեկ, երկրորդը մի հասարակ օրինակ բերեմ,
այն օրը 2 օր առաջ ապրիլի 30-ին մենք պետք է դիտեինք մրցանակաբաշխությունը 19:30-ին, բայց շատ ուշ նույնիսկ 2 ժամից ավելի մենք սպասել ենք, որ այդ մրցանակաբաշխությունը սկսվի, այնպես որ ինչ հայ որ չուշանանք, իսկ գալով փրկարարների թեմային մի բան կասեմ, որ ձեր հյուրն էլ լսի կամ հետագայում դուք կփոխանցեք, ես կոչ եմ անում մեր պատկան մարմիններին, այս հերոս մարդկանց, հերոս չեն լինում մենակ կռվելով, էլի, այս հերոս մարդկանց աշխատավարձը բարձրացնել, մենակ Աստված գիտի, թե նրանք ինչերի միջով են ասում, հա, իդեպ ես ձեզ ասեմ, որ ես ոչ մեկը հարազատ որպես այդպեսին չունեմ, որ այնտեղ են աշխատում, բայց իմ ազգի ներկայացուցիչները ինձ համար հարազատ են, Բնականաբար շփտացավ եք։ ես շատ նեղվում եմ, որ նրանք իրանց աշխատանքի դիմաց ստանում են կոպեկներ, ոնց որ Գագիկ Շամշյանն ասում ու ճիշտ է ասում, եւ ես շատ կուզեմ, որ իսկապես մեր պատկան մարմինները մտածեն, ոչ իշխան թոշակը չբարձրանա, բայց իրանք այնպես բաների միջով են անցնում, ես ուզում եմ, որ իրանք աշխատավարձը բարձրանա, սրտած կոչ եմ անում պատկան մարմիններին, եթե մեկը լսում է, թող մտածի այդ մասին։ Թող ձեր թոշակն էլ ավելանա եւ թող բոլորի աշխատավարձը բարձրանա, որովհետեւ Շնորհակալ եմ, ձեզ լավ օրեմ։ Շնորհակալ ենք, Տիկին Անահիտ։ Յուրաքանչյուրը ով իր ոլորտում լավ գործ է անում եւ մասնագիտացված է եւ լավ է անում իր աշխատանքը, արժանի է բնականաբար հավուր պատշաճի վարձատրության։ Այո, բարձր աշխատավարձի եւ ինչ վերաբերում է ուշանալուն, այո, դա ամբողջությամբ բնութագրում է մեր այսպես մենտալիտետը, որովհետեւ կարևոր միջոցառումներն անգամ, համերգներ, ներկայացումներ, այդպես մեծամասշտաբ նախագծեր միշտ առնվազն գոնե 10-15 րոպե ուշ է սկսվում, ել չեմ ասում, որ լինում են դեպքեր, որ իսկապես կես ժամ 40 րոպե եւ դեռ ավելին ուշացնում են։ Բայց շատ հետաքրքիր է, որ երբ մենք գնում ենք արտերկիր եւ օրինակ Վիեննայի օպերայում որևէ ներկայացում պիտի դիտենք կամ որևէ դասական երաժշտություն լսենք, մենք հիշում ենք, որ մենք շատ պարտաճանաչ ենք եւ մոտ 50 րոպե շուտ ենք տեղ հասնում, ընդհանրապես չենք ուշանում։ Որովհետեւ ներս չեն թողնի, չէ՞, ներս չեն թողնի եւ մեզ չեն սպասի, կսկսվի։ Իսկ մենք այստեղ ամենքերբ համոզում ենք։ Մարինա, մի շատ ծիծաղալի, զավեշտալի մեկնաբանություն ունենք։ Նաիրա Սարգսյանն է գրել, պատմեմ իրական մի դեպք, որը կատարվել է հայրիկիս աշխատավայրում, այնտեղ աշխատել է մի աղջիկ, որն ապրելով հիմնարկի կողքի շենքում ամեն առավոտ ուշացել է աշխատանքից եւ մի օր ուրախ մտնելով աշխատասենյակ, այդ օրն աշխատանքից չէր ուշացել, հանում է վերարկուն եւ ի զարմանս աշխատակիցների եւ ինքն իրեն պարզվում է, որ շտապելիս մոռացել է հագնել կիսաշրջազգեստ։ Այդպես գնացել ասել է։ Շատ լավ պատմություններ, շնորհակալ ենք Նաիրային այս մեկնաբանությունը գրելու համար։ Ես որքան պետք է շտապես ու ուրախանաս, որ ժամանակին այլ բաներ հնարավոր է մոռանալ, բայց կիսաշրջազգեստ։ Բայց հիմա հասկանանք որն էր ավելի լավ, ուշանալ թե հասնել տեղ ճիշտ ժամանակին առանց նայածում համար։ Շրջապատը լավ ուրախացել է, զանգ ունենք, բարի լույս։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ում հետ Մարինա գրի, դուք եք։ Այո։ Այո, Շիրակապոչյանը։ Ում հետ եք խոսում։ Այո, ես ձեզ ողջունում եմ, ես ամեն օր ռադիո եմ լսում։ Շատ շնորհակալ ենք։ Ընտիր, ձեր անունը կասեք։ Ես Յուրիս եմ զանգարում, ուրիշ Յուրիս եմ, էլի, որ ասեցելի սևակը։ Ես շատ եմ սիրում մայրաքաղաք Երևանը։ Որ գյուղից եք։ Դե չեմ կարող ասեմ։ Տեղը չգիտեք, թե գաղտնիք է։ Չգիտեմ, խոսքից եմ ում չեմ ասում։ Երեք այնքան են զանգարել Լուսինե Քուրիկին, Մուրադյան Լուսինե Քուրիկին։ Մեկ էլ Տիգրան Հարչինյանը խիչ են վերցնում։ Միգուցե զբաղված է եղել Շատ եմ սիրում մայրաքաղաք Երևանը։ Մենք էլ ենք սիրում։ Այդ իմ գրամար եմ զանգարում։ Հոձեր նեղություն չեմ տալիս։ Դուք արդեն ուղիղ եթերում եք եւ մեզ իհարկե նեղություն չեք տալիս, որովհետեւ ես հավատում եմ, շատ լավ մարդ եք դուք։ Այո, ռադիոն միշտ աջած միացրած։ Հիմա չգիտեմ որ յուղից եմ, չեմ կարող։ Դե մի ասեք, լավ, գոնե էտել է մեզ շատ, գոնե ձեր անունը գոնե ասեք։ Ատեմ սիրում մայրաքաղաք Երևանը, իսկ լի խնդրում եմ ձեզ ուլի, լավ երկրեք, էլի Հայկո երկերից։ Հայկոյի։ Կմիացնենք ձեր։ Այո, երկեց, այո։ Շատ լավ, թեմայի հետ կապված ունեք ասել։ Ուրեմն ես շատ եմ սիրում, եկի կապչունի թեման։ Երևանը։ Ես բոլորս ուսավոր լսում էի։ Շատ եմ սիրում մեր քաղաք Ծախազուրը։ Դուք սիրում եք Հայաստանը, մենք հասկացանք։ Եթե կարճ ձևակերպենք։
Սևակ ջան։ Շնորհակալ Եղավ, ենք շատ ձեզ շնորհակալ համար, ենք, լավ օր շատ ենք լավ մաղթում։ տրամադրություն մեզ փոխանցեցիք, թեև թեմային չանդրադարձակ, մենք էլ մեր Հայաստանը, Ծաղկաձորը, Երևանը, Գիտես ինչու ամեն չեմ ինչը հասկանում, որ զանգահարում են եւ կամ անունը չեն ասում, կամ չեն ասում որտեղից են զանգահարում։ Մենակ ինչու չեք ասում։ Ինչ կա։ Ինչ ենք անելու, գալու ենք ձեր գյուղ։ Մենք հիմա Մարինա գովազդ ունենք, ընդմիջ մենք գովազդային դաթարով, այնուհետև կշարունակենք եթերը։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 հանրապետությունում մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը առանց ուշանալու, թեև այսօր խոսում ենք ուշանալուց եւ հատկապես ուշանալու ոչ այնքան այսպես պատճառաբանված առիթներից, հիմար պատճառներից, եթե կարծես օբյեկտիվ կամ գուցե օբյեկտիվ, բայց ուղղակի են, որ հիմար պատճառով ուշացել ենք։ Մեր տաղավարում արդեն ռադիոլուրի մեր գործընկերն է Մարդենան, բարի լույս Մարդենան։ Բարի լույս գործընկերներ։ Լրատվականում աշխատանքի դեպքում ուշանալը խիստ դատապարտելի եւ կարող է ճակատագրական լինել, այո, ուշանալ դրա համար աշխատում ենք չուշանալ, իհարկե հիմար պատճառներով երբևէ չի ստացվել, չի եղել որ ուշանամ, բայց չեմ ասի որ շատ պարտաճանաչ եմ իմ տեսակով, խոստովանեմ երբեմն ժամանակն եմ սխալ հաշվարկում եւ պետք է ավելի շուտ դուրս գամ, բայց մի 10 րոպե կարող եմ ուղղակի չհաշվարկել դրա պատճառով ուշանալ։ Իսկ աշխատանքին վերաբերող իհարկե այդտեղ որևէ պատճառ չի կարող լինել հիմար կամ իրական, որ դու ուշանաս։ Հատկապես երբ առավոտյան օրինակ իմ դեպքում այսօր երբ առավոտյան եթերի պետք է լինես ուշանալը իհարկե Որ ժամին եք արթնանում այդ դեպքում 5-ին ենք արթնանում, ավելին ասեմ զարթուցիչը զանգում է պարբերաբար եւ այդ օրը դուք ինձ կհասկանաք մասնագիտական երազներ նույնպես այցելում են ուշանալու մասին, ես չեմ ուշանում այդքան, որքան ուշանալու մասին երազներ եմ տեսնում։ Այդ ստրեսը ամեն ինչ։ Եվ այդ վախից արդեն չեք ուշանում։ Դե չուշանանք, արդեն ժամն է, որպեսզի լսենք վերջին ժամի նորությունները, կներկայացնի ռադիոլուրի մեր գործընկեր Մարդենան։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ, հանրային ռադիոյի առաջին ալիքի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիոլուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում Ժնևում նախորդին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը։ Այն անդրադառնում է վերջին 4.5 տարիներին Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող զարգացումներին, խնդիրներին եւ հեռանկարներին։ Հայաստանի պատվիրակության ղեկավար արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արչև ծառացած մարտահրավերների վրա, այդ թվում Լեռնային Ղարաբաղից 115,000 բռնի տեղահանվածների խնդիրների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիական անձանց ազատ արձակման, անհետ կորածների եւ բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդրի վրա։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը արտաքին գործերի եւ առևտրի փոխնախարար Զորանա Դիմիտրովսկու գլխավորությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, Բայրամովը Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում արկա իրողությունների, Բաքվի եւ Երևանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ վերջինական խաղաղության կնքմանը խոչընդոտող գործոնների Ադրբեջանի ձևակերպմամբ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցի մասին։ Տարածաշրջանային լուրեր Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև շաբաթ օրը Հռոմում նախատեսված բանակցությունների 4-րդ փուլն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, հայտնում է Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նույն լուրը հայտնում է նաեւ Reuters-ը։ Բանակցությունների միջնորդ Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայիդի խոսքով հանդիպման հետաձգելու պատճառը լոգիստիկ խնդիրներն են, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին 1 ամսվա ընթացքում 3 անգամ բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։ Վաշինգտոնը դեռ հավատարիմ է Մոսկվայի եւ Կիևի հարաբերությունների կարգավորմանը, կօգնի եւ կանի հնարավոր է ճեպազրույցի ժամանակ, ասել է Միացյալ Նահանգների պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը, շեշտելով. Մենք չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը հանդիպումները միջնորդելու համար։ Ժամանակն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մշակեն ու ներկայացնեն կոնկրետ գաղափարներ հակամարտության ավարտի վերաբերյալ, դա այժմ կախված կլինի նրանցից, նշել է Բրյուսը։ Իսկ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոգը հրաժարական են տվել։ Հրաժարականները դեմոկրատների հասցեին քննադատությունների ֆոնին են, որոնք կապված են Signal-ի չաթում տեղի ունեցած քննարկումների հետ։ Մարտի վերջին American The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է Թրամփի ազգային անվտանգության թիմը մարտի 13-ին պատահաբար իրեն ընդգրկել Signal-ի չաթ, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների դեմ ռազմական հարվածները։ Մայքլ Վոլցը իր վրա էր վերցրել գաղտնի նամակագրության արտահոսքի պատասխանատվությունը։ Վերադառնանք մեր իրադարձություններին։ Ավելի քան 5 տարի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանը փաստաբանական ծառայություններ Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։ Կիրակոսյանը նշել է, որ նպատակ ունենալով պահպանել բարձր մասնագիտական չափանիշները, գործընկերոջ հետ փաստաբանական գրասենյակ է հիմնում, որը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների, արբիտրաժային բիզնես գործարքների եւ այլ ոլորտներում։ Եղիշե Կիրակոսյանը մարտի 5-ին էր հայտնել, որ սեփական դիմումի համաձայն ազատվում է պաշտոնից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է, հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 30-ին բավարարել էր դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվության հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը։ Դրամփակ նիստում խորհուրդը նաեւ կասեցրել էր դատավորի լիազորությունները մինչեւ քրեական վարույթի ավարտը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 3-19-31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2 կոտորակ 2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն կան տուժածներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել Opel Magnish-ի ավտոմեքենայում, տուժել է 2 քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, մյուսը հոսպիտալացվել է։ Ըստ նախնական տեղեկությունների պայթել է գազի բալոն։ Եվ վերջին լուրը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում վաղը շաբաթօրյակ է հայտարարել։ Մայիսի 3-ին եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին, միասին մաքրելով մեր քաղաքը, նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։ Շաբաթօրյակը մեկնարկելու է ժամը 10-ին։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, իրադարձությունների զարգացմանը հետևեք հանրայինի եթերում։ Սուրճ ու սեր առավոտից։ Սերը տանի ու կասկատի
Սուրճ ու սեր առավոտից։ 10:09 շարունակում ենք Սուրճ ու սեր առավոտիցը եւս մեկ անգամ բարի լույս ենք ասում մեր բոլոր ռադիոլսողներին, ովքեր մեզ նոր են միացել կամ 9:30-ից շարունակում են հետևել մեզ։ Բարի լույս եւս մեկ անգամ, այսօր ուրբաթ է, իսկ Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը եթերում է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-ից մինչև 11, այնպես որ ժամանակ ունեք մեզ զանգահարելու 553702 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է եւ եւս մի քանի րոպե կտրամադրենք մեր ռադիոլսողներին թեմայի հետ կապված զանգահարելու համար, իսկ այսօր խոսում ենք ամենահիմար պատճառի մասին, որով երբևէ ուշացել ենք կամ մեր շրջապատում գուցե ունենք այդպիսի մարդիկ, ովքեր մշտապես ուշանում են մի հիմար պատճառով։ Մարինա, եղել է օրինակ ժամանակին ուսանողական տարիներ, օրինակ երբ տրանսպորտից ես օգտվել, սխալ երթուղային տրանսպորտ նստես եւ դրա պատճառով օրինակ մոլորվես, ուշանաս։ Եղել է, որ ես մետրոյով գնում էի դասի ընկերուհուս հետ եւ այդ ժամանակ սիրահարված էի, առաջին թե երկրորդ կուրսում ու ինչ որ բան էի պատմում այդ տղայի մասին ընկերուհուս, ասում եմ դու պատկերացնում ես նա բերեց այդ թավան, ինչ որ թավայի մասին պատմություն էր ու ասում եմ հենց այնպես չէր բերի, չէ, հենց այնպես չէր բերի ու այդ պատմությունը այսպես այդ հարցը տալով այնքան գնացինք, մինչև մեր կանգառը բաց թողեցինք, հետո իհարկե հետ վերադարձանք, բայց արդեն ուշացել ենք եւ ուսանողական տարիների հետ կապված եւս մեկ բան հիշեցի, ինչի պատճառով ուշացել եմ, տնից դուրս եկա հասա կանգառ եւ հիշեցի, որ ականջողերս մոռացել եմ։ Դե առանց դրա։ Այն շրջաններ, երբ ես առանց ականջողի տնից դուրս չէի գալիս, նորից հետ եմ վերադարձել տուն, վերցրել եմ ականջողերը եւ բնականաբար ուշացել եմ։ Դա իսկապես հիմար պատճառ էր, բայց ինձ համար դա շատ կարեւոր էր։ Բայց արդարացված կանացի տեսակ։ Կարծես այն աղջկապես կիսաշրջազգեստը մոռացած լինեի։ Մի քիչ ամեմատելու չէ, բայց ամեն դեպքում, եթե այդ շրջանում առանց ականջողի դուրս չես եկել, ոնց որ հիմա առանց հեռախոսի դուրս գաս։ Այդ մոտավորապես այդպիսի բան է։ Գրեթե անհնար է, չէ՞, երբեմն ձեռքից այնքան չենք դնում, որ անհնար է նաև հեռախոսը կորցնել, բայց մեկ-մեկ լինում է, որ տանօրինակ չես գտնում, չէ՞, հեռախոսը եւ չկա այլ ձև փնտրելու, մանավանդ որ հիմա գրեթե բոլորիս հեռախոսները անձայն ռեժիմի վրա է, չէ՞։ Այո, միշտ տարիներ շարունակ։ Իմնել ու չգիտեմ երբ բանից սկսեցի այդպես անել, բայց ես հասկացել եմ, որ ես նյարդայնանում եմ ծնկներից, զանգերից։ Երբ կպնում է ձեռքս միանում է, այդ օրինակ գրելու կամ նամակ եկավ ծնկ, այդ ինձ խոճապի էր մատնում, այո, որովհետեւ այնքան շատ են ծանուցումները։ Այո, ինչ եմ նկատել։ Հիմա որ ինձ զանգ է գալիս, ես այսպես նայում եմ հեռախոսին, մի քանի վայրկյան չեմ պատասխանում, այսպես ասում եմ, բայց ինչի համար է ինձ զանգում։ Այ մարդը վերցրու կիմանաս, ես հասկացել եմ, որ ես չեմ սիրում, երբ ինձ զանգահարում են։ Ոնց եմ քեզ հասկանում, ինչպես ասում են։ Չէ, բայց հիմա հեռախոսը կարծես զանգի ֆունկցիան արդեն երրորդական, չորրորդական ֆունկցիա է դարձել շատերիս համար, որովհետև լիք այլ զբաղմունքների համար ենք օգտագործում եւ նախընտրում ենք մեզ գրեն կամ ձայնային հաղորդակցություն։ Այդ դրան արի երկու շաբթի անդրադառնալ։ Այո, կարելի է, լավ թեմա ծնվեց մեր զրույցի ընթացքում։ Իդեպ օրվա թեմայի վերաբերյալ ունենք էլի մեկնաբանություն, Անետա Ադամյանը գրել է բարի լույս եւ բարի առավոտ, շատ գեղեցիկ եք այսօր, շնորհակալ ենք։ Իսկ ուշանալի իմ թերությունն է եւ իրոք մեր ազգային մենթալիտետն է, կասեի, որովհետեւ որևէ միջոցառման ժամանակ միշտ կես ժամ հետո են սկսում, այո, եւ դա մենք իմանալով մի հատ էլ մի կես ժամի այսպես հաշվարկով ենք դուրս գալիս, որ մի 15 րոպե էլ այդ կես ժամից ուշանանք եւ այսպես շարունակ։ Ստացվում է 1 ժամ արդեն մոտավորապես։ Դե սպասում ենք ձեր զանգերին 553702, ունենք մի քանի րոպե որպեսի ընդունենք զանգ, որովհետև մեր հյուրն արդեն այստեղ է եւ այսօր մենք նրա հետ խոսելու ենք հրշեջ փրկարարների մասնագիտության մասին, արդյոք նա ուշանում է, թե միշտ ճիշտ ժամանակին է տեղ հասնում եւ էլի հետաքրքիր պատմություններ։ Այո, մեր հյուրին եթե հարցեր ունեք, էլի կարող եք զանգահարել 553702, իսկ Facebook-յան live-ը շարունակվում է մեր էջում Հանրային ռադիոյի, այնպես որ այստեղ մեկնաբանությունների դաշտում եւս կարող եք գրել ձեր հարցը, կարծիքը կամ բարեմաղթանքները։ I got my bad shades on, trap like I'm in my zone. I'm sick of the news, I'm sick of the views, I'm sick of the lies they've told. Come on and shine the light, come on and shine on me. Yes, you can see, I don't believe anything they told me. Letting me down, lifting me up, keeping me slow. I don't give up, staring me apart, I'm alive. Just wanna look up, top of a rock, climbing these heights, man, I can't stop at all. I'm standing tall. I'm a survivor, stay alive, do or die, my prime, I'm a fire. I'm a survivor, won't be tied up, break from the pain
Սուրճ ու սեր առավոտից։ 10-16 մեր ուղիղ եթերը շարունակվում է, լսում ենք Եվրատեսիլի այս տարվա մեր պատվիրակի Survivor երգը, պարգին հաջողություն ենք մաղթում, իդեպ արդեն մայիս ամիսն է եւ շատ քիչ է մնացել Եվրատեսիլ համաեվրոպական երգի մրցույթին։ Այ ինչու նաեւ սիրում եմ մայիսը, էլի դրա համար, որովհետեւ ինձ համար Եվրատեսիլյան ամիս է, իսկ ես շատ սիրում եմ Եվրատեսիլ երգի մրցույթը եւ ամեն տարի ուշի-ուշով հետեւում եմ, եթե մենք ունենք մասնակից։ Այո, մայիսի 15-ին է մեր մասնակցի ելույթը, երկրորդ կիսաեզրափակում եւ եթե ամեն ինչ լավ ստացվի եւ անցնենք եզրափակիչ, իսկ վստահ ենք, որ դա կլինի, մայիսի 17-ին արդեն կհետևենք, թե ով կդառնա Եվրատեսիլ 2025-ի հաղթողը։ Մենք զանգ ունենք։ Այո, զանգ ունենք, իսկ մինչ այդ ասենք, որ այդ օրերի թոհուբոհի ընթացքում եւս անդրադառնալու ենք Եվրատեսիլյան թեմային։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում։ Ձեր հյուրին։ Շնորհակալ եմ։ Մի փոքրիկ դիտարկում կուզեի անել շատ արագ, որպեսզի շատ ժամանակ չխլեմ, ընդհանրապես ճիշտ է գործից ուշանալ, աշխատանքից ուշանալը դա սխալ է, բայց ես ընդհանրապես կուզեի մի կոչ անել բոլոր գործատուներին, իմ ընկերուհու փորձից ելնելով այդքան շատ պետանտություն չդրսևորել եւ չպահանջել պարտադիր աշխատանքից շուշանալ մի քանի րոպե, ինչի համար հիմա ես ասեմ իմ ընկերուհիներից մեկը հիվանդ ծերմայր էր խնամում տանը եւ մենակ նա գործատունային աստիճան էր պահանջում դենից 1 րոպե անգամ շուտ գործի հասնել շուշանալ չմտնելով այդ մարդու դրության մեջ եւ մի օր նա իր հիվանդ ծերմորը թողնում է այդպես աթոռի վրա նստած մինչեւ ինչ որ հարևանը պետք էր գա նայել, խնամել, մինչև ինքը դուրս կա, այն աստիճան է շտապում, թողում է մորը եւ առարկա վազում է, որպեսզի չուշանա գործից։ Ցավոք մայրն կնում է աթոռից, ոչ ոք կողքին չի լինում եւ դա ճակատագրական է, դա իրական դեպք է։ Ինչի եմ ուզում ասել, այստեղ մենք մի բան պետք է հասկանանք, աշխատանքի չուշանալը դա միայն երևի թե բժշկի եւ փրկարարի այո աշխատանքի հետ է պայմանավորված եթե մարդու կյանքի հետ այդ աշխատանքից ուշանալը որևէ կապ չունի կարելի է մի քանի րոպե հասկանալ այդ մարդու ուշացումը նամանավան հատկապես մեր երկրում մեր պայմաններում երբ որ տանից դուրս ես գալիս եւ ընդհանրապես մի կանգար գնալը ուղիղ 1 ժամ է կարող է տևել մեր տրանսպորտի մեր իրավիճակի մեր ներկայիս իրավիճակի կյանքի պայմաններից ելնելով պետք է հասկանալ եւ չպահանջել մարդուն եթե դա ճակատագրական գործ չի Բնականաբար ծայրահեղության փրկարարի աշխատանքը այն խեղճ մարդիկ են նրանք էլ են երբեմն ոտքով գնում տրանսպորտով գնում եթե մետրոն չլինի շատերի համար աշխատանքի հասնել ուղղակի անհնարին կլինի իսկ առավոտները դուք տեսել եք մետրոյի կանգառներում գնացքների վագոններում ինչ է կատարվում մարդիկ իրար ուսի են բարձրանում որպեսզի գործից աշխատանքից դասերից չուշանան պետք է հասկանալ որ այդ մարդուց չի միայն կախված Շատ է հանգամանքները եւս կապ ունեն եւ պետք չէ ընկնել ծայրահեղության գիրկը, այսպես ասած, որովհետեւ ամեն ինչ կարող է պատահել։ Պետք է ներողամիտ գտնվել մարդու ուշացմանը։ Այո, հասկանում, չպետք է ուշանալ, բայց եթե դա մարդու կյանքի հետ բնականաբար ուղիղ կապ չունի, կարելի է հասկանալ եւ մտնել այդ մարդու դրության մեջ։ Այո, մի անգամայն կիսում ենք ձեր կարծիքը, շնորհակալ ենք զանգի համար։ Իհարկե խոսքը քրոնիկ ուշացողների մասին չէ, լինում են դեպքեր, երբ ուղղակի այլ ելք կամ տարբերակ չկա, ինչպես դա լինում է հրշեջների, փրկարարների, շտաբ բուժօգնության բժիշկների դեպքում, քանի որ նրանց ճիշտ ժամանակին հասնելու յուրաքանչյուր վայրկյանը րոպեն կարևոր է եւ հենց այդ մասին էլ հիմա խոսելու ենք։ Եվ քո ասած քրոնիկ ուշացողները այնքան են ուշանում եւ այնքան տարբեր պատճառաբանություններ են բերում, որ եթե իրականում հանկարծ ինչ-որ լուրջ բան պատահի, արդեն ոչ ոք չի հավատում, մտածում են դե էլի ուշանում է ուղակի ինչ-որ արդեն որևէ մեկը որևէ պատճառի չի հավատա։ Այո, բայց հիմա տեսնենք արդյոք մեր հյուրն ուշանում է թե ոչ, այսօր հյուրընկալել ենք Երևանի փրկարար վարչության 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարար ծառայության ավագ սերժանտ Դավիթ Առաքելյանին։ Բարի լույս, շնորհակալ ենք համբերատար սպասելու համար Դավիթ եւ ուրախ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Բարի լույս բոլորին։ Շատ ուրախ ենք այսօր այստեղ եք, եթե աշխատանքի չեք լինում, ինչպես է սկսվում ձեր առավոտը եւ եթե լինում եք աշխատանքի, որ ժամից է դա։ Եթե աշխատանքի եմ լինում, ուրեմն արդեն 9 տարի ինձ ծառայության մեջ եմ եւ կարծես թե գրաֆիկը մտել է մայրան մեջ եւ ամեն 4-րդ օրը մեկ իմ սմենի օրը ժամը 7-ին արթնանում եմ, պատրաստվում, սափրվում, բերում եմ արտաքին տեսքս կարգ վիճակի եւ 8:30
պետք է ներկայանամ ծառայության, որովհետև ժամը 9-ին 10 պակաս մեր առավոտյան հերթափոխն է, պետք է շուտ ներկայանալ, որպեսզի ստուգենք մեր գույքը, պատրաստվենք հերթափոխը ընդունելուն։ Եվ նորից եմ կրկնում, կարծես թե արդեն այրանս մեջ մտել է այդ գրաֆիկը եւ ինձ հարկավոր չէ զարթուցիչ, որ ամեն 4 օրը մեկ իմ հերթափոխության օրը զարթուցիչը զնգա եւ ես ժամին արթնանամ քնից։ Այսինքն այդպես արդեն միանգամից արթնանում եք առանց զարթուցիչի։ Ուզած չուզած արդեն արթնանում ես, որովհետեւ եթե դու ծառայում ես որպես հրշեջ փրկարար, դու պետք է հասկանաս քո գործի լրջությունը եւ պատասխանատվությունը։ Ես իմ ծառայության տարիների ընթացքում մի քանի օրենք եմ իմ մեջ մտցրել եւ կցանկանայի կիսվել մեր ռադիո ունկնդիրների հետ եւ առաջինը դա այն է, որ հրշեջ փրկարարը դա ուղարկի աշխատանք կամ ծառայություն կամ գումար վաստակելու միջոց չէ, այլ հրշեջ փրկարարը դա կարգավիճակ է։ Դու պետք է հասկանաս, որ կյանքի մի նժարին դրված է ուրիշ մարդու կյանքը եւ քեզանից է կախված այդ նժարը կթեփվի դեպի վերև, թե դեպի ներքև։ Դրա համար թե 4 օրը մեկ շուտ արթնանալը, ժամանակին ծառայության ներկայանալը եւ նմանատիպ այլ բաները մտել են իմ այրան մեջ եւ ուզած արդեն այդպես եմ ես ապրում։ Ու չգիտեմ արդեն որ ծառայությունս վերջանա այդ ամեն ինչը կարող եմ իմ մեջից անել թե ոչ։ Որ արձակուրդում էլ լինեք 4 օրը մեկ արթնանաք, չէ՞։ 4 օրը մեկ արթնանում ես, այո։ Դա պատահական չէ նաև որ ձեր գործի դեպքում նշվում է ծառայություն, որովհետև դա իսկապես ծառայություն է, այլ ոչ թե պարզապես աշխատանք, եւ դրա համար է որ ձեր արյան մեջ է մտել գրաֆիկը եւ արթնանում եք երբ որ պետք է։ Ինչպես ստացվեց ընդհանրապես այս ուղին ընտրել եւ դառնալ փրկարար ծառայությունում աշխատել, լինել հրշեջ ծառայող։ Ուրեմն ծառայությունը կարելի ասել, որ ինձ փոխանցվել է իմ գեներով, հայրս նույնպես ծառայող է, մայրս նույնպես մեր համակարգից է ծառայող է, եղբայրս նույնպես ծառայող է, մեր ընտանիքի մեջ, մենակ կինս չի որ համազգեստի չի կրում, բայց ամենալուրջը պատասխանատու ծառայությունը իրենն է, որովհետև ինքը խնամում եւ մեծացնում են բալիկին։ Հրաշալի է։ Իսկ եղել է որ ինչ որ մի հիմար պատճառով համարյա թե ուշանալու լինեիք աշխատանքից, Դավիթ։ Դե ֆորս մաժոր դեպքեր լինում են, որոնք կախված չեն քեզանից կամ քո առօրյայից, կապված մեր խցանումների հետ, ճանապարհների վերանորոգումների հետ, բայց ինչպես նոր մեր ռադիոընկերներից մեկը ասեց, կարող է դեպքեր պատահել, որ նույնիսկ դու ես ուշանում ու ինձ թվում է դա նորմալ է։ Դուք ասացիք, որ ընտանեկան է ձեզ մոտ այս աշխատանքը, այս մասնագիտությունը, ովքեր չեն կարող դառնալ հրշեջ փրկարար։ Հրշեջ փրկարար դառնալը, տեսեք, շատ կարևոր է հասկանալ, թե դու ուր ես գնում, ինչ ճանապարհով ես հետագայում քայլելու, որովհետև եթե դու չկարողանաս քո մեջից հանես այդ եսասիրությունը, քո մեջից հանես անպատասխանատվությունը, դու երբեք չես կարող դառնալ։ Ես կոչ եմ անում եւ խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, որոնք պատրաստվում են անցնել այս ծառայությանը, իրենք պետք է հասկանան, թե ինչի են գնում, ուր են գնում, ինչեր է իրենց սպասվում։ Սովորական կյանքում մարդիկ կարող են իրենց թույլ տալ լիքը ազատություն, ինչ ուզեն անեն, երբ ուզեն անեն, բայց ծառայության մեջ չասեմ դա սահմանափակվում է, որովհետև եթե մի բանը դու ընտրում ես, արդեն դա սահմանափակում չի նշանակում։ Բնականաբար։ Պետք է հասկանաս ինչ ես անելու, ինչերի մեջ ես մտնելու, որից հետո միայն անցնել ծառայության։ Շատ բարի, մի փոքր այսպես գանք հրշեջների աշխատանքի ներքին խոհանոց 4 օրը մեկ փաստորեն ծառայության եք, դա տևում է 24 ժամ, ինչպես է անցնում ընդհանրապես ձեր օրը։ Ուրեմն 24 ժամվա մեջ դու ապրում ես քո ընտանիքի պես, դու պետք է բոլորի հետ լինեն լավը թե վատը, դու պետք է բոլորի հետ համակերպվես, բոլորի լավն ու վատ կողմերը հասկանաս, քանի որ ծառայության մեջ, երբ որ դու արդեն մեկնում ես կանչի, դու չես նայում թե ով է քո կողքին, դու նայում ես քոպես մեկին, որից կախված է քո կյանքը։ Թիմային աշխատանք, եթե մեկը մյուսին չվստահի, մեկը մյուսին չհավատա կամ ինչ որ հակասություններ լինի մեկը մյուսի մեջ, ապա դա կբերի ամենավատ բաներին։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի որտեղ դու ծառայում ես, ապրեք մի ընտանիքի մեջ, քանի որ դու 24 ժամ անցկացնում ես այդ մարդկանց հետ, պետք է լինեք մեկ ընտանիք, մեկ բռունցք, որ կարողանաք այդ ամեն ինչի մեջով անցնել։ Հակառակ դեպքում
Հակառակ դեպքում չի ստացվի Հակառակ դեպքում չի ստացվի։ Ես կարծում եմ առհասարակ յուրաքանչյուր աշխատանքի հաջողության հիմքում հենց այդ թիմային գաղափարն է, թիմի գաղափարը, որովհետև միայն թիմային աշխատանքով կարող ես հասնել հաջողության։ Ասում են, որ հրշեջները հասնում են դեպքի վայր 5 րոպեում։ Այդպես է թե ավելի շուտ կամ գուցե մի քիչ ուշ։ 5 րոպեն հարաբերական է, կախված մեր ՀՓՃ ջոկատի գտնվելու վայրից մինչև կանչի վայրի հեռավորությունը։ Կարող ենք եւ շուտ հասնել, կարող ենք եւ ուշ հասնել, քանի որ տարածությունը բերում է ժամանակի կորուստ։ Դրա համար կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր ռադիոընկերներին, ովքեր որ վարորդ են, երբ որ երթևեկելու ժամանակ տեսնում են մեր մեծ հրշեջ կարմիր ավտոմեքենան, ձայնային փարոսիկները, լուսային ազդանշանները միացրած, չխառնվել, միանգամից տիրապետեն իրավիճակին եւ ճանապարհը զիջեն, որպեսզի կարողանանք շուտ հասնել կանչի վայր։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին, հետիոտներին այս դեպքում, երբ որ ճանապարհը անցնում են եւ տեսնում են ելի մեր մեքենան, զիջեն մեքենային, քանի որ ինչպես սկզբից ասեցի, կյանքի մի նժանին կարող է դրված լինել մարդկային կյանք կամ կյանքեր։ Այո, նույնը նաև շտապ բուժօգնության դեպքում միշտ կան այդ կոչերը, որպեսզի զիջեն, քանի որ իսկապես այստեղ կյանքի եւ մահվան հարց է։ Մենք գովազդային դադար ունենք այս պահին, կարող ենք հիմա գովազդ լսել, այնուհետև շարունակել մեր զրույցը, հատկապես զրույցի երկրորդ հատվածում փորձենք տեսնել, թե այս բարդ պատասխանատու աշխատանքի հետևում երբեմն ինչ զավեշտալի դեպքեր են թաքնված լինում։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը շարունակվում է, մենք առաջ ենք շարժվում բարձր տրամադրությամբ եւ այս պահին մեր տաղավարում է հրշեջ փրկարար Դավիթ Առաքելյանը, ում հետ խոսում ենք իրենց մասնագիտությունից, նրբություններից եւ նաեւ ներքին խոհանոցից։ Եվ Դավիթ, մենք խոսեցինք այն մասին, որ հրշեջ փրկարարները քանի րոպեում կարող են հասնել տեղ եւ պետք է հետիոտնը զիջի եւ մնացած մեքենաները, վարորդները այո զիջեն։ Ու հետաքրքիր է, արդյոք եղել են զվարճալի, զավեշտալի դեպքեր, երբ դուք ահազանգ եք ստացել, բայց գնացել հասել եք տեղ ու տեսել եք, որ ուղղակի կարիքը չկար, մարդիկ ուղղակի, չգիտեմ, խուճապի մեջ են եղել եւ այսպես միանգամից զանգահարել են ձեզ։ Ինչպես է գնահատվում իրավիճակը, այդ լրջությունը։ Նմանատիպ դեպքեր չասեմ շատ է լինում, բայց պատահում են, չի կարող չպատահել։ Փորձում ենք հումորով մոտենալ, մասնագիտորեն մոտենալ, շրջանցել այդ ամենը, որպեսզի ինչ-որ ուրիշ խնդիրներ չառաջանան։ Մի անգամ դեպք էր պատահել, որ կանչ էինք ստացել ու կանչտվողը ասում էր, որ փոքր երեխաս բարձրացել է, բալիկս բարձրացել է ծառի վրա, խնդրում եմ շուտ հասեք, կարող է ամեն բան ընկնել, մենք էլ շուտ արձագանքեցինք, շուտ մոտեցանք եւ մոտենալով իր նշված ծառին տեսանք, որ կատու է ծառի վրա, ոչ թե բալիկ, ու բալիկին ենք ման գալի, ծառի վրա չտեսնելով բալիկին մտածինք երևի արդեն ընկել է կամ ինչ-որ բան է եղել, ամենավատ բանն ենք մտածում։ Դու կատուն ասած այս կողմերն էր երեխան։ Չէ, կանչտվողին հարցնում ենք, բա ուր է ձեր բալիկը, ցույց է տալի կատվին։ Նորից ենք հարցում, բալիկը ասում է, չէ, հենա, այն կատունն է, խնդրում եմ շուտ իջացեք, բալիկ ասելով կատվին է նկատունեց։ Սա էլ իմ բալիկն է, երեխա չունեմ, իմ բալիկը պես սիրում եմ կատվին։ Եվ փորձեցինք հումորով մոտենալ, կատվին անփորձանք իջացրեցինք ծառի վրայից։ Իսկ ենթարկվում էր բալիկը ձեզ։ Դե ուզած ենթարկվում էր։ Մի քիչ թարս էր նայում, բայց կարևորը կարողացել եք իջեցնել անվնաս կատվին, զանգ ունենք այս պահին, լսենք ռադիո լսող։ Բարի լույս։ Բարև ձեզ, խնդրում ենք մի փոքր բարձր խոսեք եւ ներկայացեք։
Իմ անունը Անուշ է, ես մանկությունից ինչ կանենց հիշում եմ, մեր ռադիոյի մոլի երկրպագուն եմ, ու ամեն օր լսում եմ ռադիո, ձեր հաղորդումները շատ սիրում եմ, բայց այսօր զանգել եմ, ողջունեմ ձեր հյուրին, խոնարհվում եմ իրենց ծառայությունը կատարող բոլոր մեր հրաշեզների առջև, բայց Դավիթին հատկապես ուզում եմ շնորհակալություն ասել իր մաքուր գրագետ հայերենի համար, ձեր հյուրերի մեջ շատ հազվադեպ է լինում, որ խոսում են գրագետ հայերենով, ողջունում եմ Դավիթին, խոնարհվում եմ իրենց առջև։ Շնորհակալ ենք։ Ունեք ինչ-որ հարց մասնագիտության հետ կապված։ Ոչ մի հարց չունեմ, պարզապես հիացած եմ իրենով ու իր հայերենով։ Շնորհակալ ենք շատ։ Ահա, այսպեսի լավ մեկնաբանություն ձեր հասցեին։ Շնորհակալ ենք ռադիո լսողին եւ շարունակում ենք մեր զրույցը։ Այո, եւ Դավիթ էլի կհիշեք այդպիսի պատմություններ։ Ամանորյա դեպք եմ ցանկանում նշել, չեմ հիշում որ տարեթիվներ, բայց Ամանորի գիշերը հերթափոխի էինք ու կանչը ստացել ենք, որ տան դուռը փակվել է։ Մոտենալով կանչի վայր, տան անդամները բոլորը դուրսն են, տան հայրիկը մաղալի շուրջը կրակներ, խորովածներ անում, տանկինը գորգորում էր, տան երեխաները բոլորով դուրս էին մնացել, ուրեմն Ամանորի գիշերը որ խորոված էին անում կրակի վրա, ամուսինը կնոջից թասն է ուզում լավաշը, որ արդեն խորովածը քաշի, թասը հանում է դուրս ու տան դուռը փակվում է, բոլորով դուրսն են մնում։ Զավեշտալի դեպքեր ու ինչն է շատ հետաքրքիր, որ կինը մոտ 52-53 տարեկան են, ինչքանով ճիշտ եմ հիշում, ասեց այ մարդ sense ոնց կլինի, մարդիկ տարին ոնց նշում են, տենց էլ ամբողջ տարին ապրում են, նոր տարին դուրսը նշեցինք, էս ինչ վատ բաներ, էս ինչ վատ բաներ, ամուսինն էլ դե լավ դե վերջացրու, այ կնիկ էս ինչ ես ասում, դուրսը չենք նշելու, հեսա դուռը կբացեն կմտեք ներս, ու տենց հայկական ավանդական վեճերից էր։ Դուռը շուտ բացեցինք, մարդիկ մտան իրենց տուն, Ամանորը նշեցին, մեզ էլ հրավիրեցին, ցավոք սրտի չկարողացանք ներս գնալ, որովհետև էլի կանչեր կան, ծառայության մեջ ենք, այո։ Բայց գոնե խորովածից չօգտվեցիք։ Չէ, ճիշտն ասած էլի շտապում են կանչ կար էլի նմանատիպ։ Ձեզ այսպես բուրում անեին տային ճանապարհին, ուտելով գնայինք մյուս կանչ։ Շատ հայկական պատմություն է, չէ՞, Ամանորյա ընտանեկան։ Էլի զանգ ունենք։ Տեսնենք դուրս։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ լսում եմ։ Ձեր շնորհակալություն աշխատանքի համար։ Բայց դուք ինձ հիշեցիք ինձ դասած տարիները, որ ես պատահականության սկզբունքով նստել էի մի ավտոբուս, որը պետք է ինձ տուն տաներ, բայց տարա ուրիշ տեղ։ Ահա։ Ու 2 տարի հետո ես այդ ուրիշ տեղ հարս գնացի։ Վայ, ուրեմն պատահական ոչինչ չի լինում, այո, այդպես պետք է լիներ։ Պետք է մեկ պատահական շփոթմունքը, ուշացումը, ոնց որ լավ ավարտներ են։ Այնքան եմ սիրում ոչ պատահականություններ։ Ես միշտ մտածում եմ, որ դրանց մեջ ինչ-որ իմաստ կա։ Սովակջան խոսալը, գրիքի խոսալը, այնքան սիրուն եք խոսում, որ շնորհակալ եմ։ Հագեցած լսում եք ամեն օր։ Շնորհակալ եմ։ Որ ամեն օր ես պետք է միանամ սուրճ ձեր հաղորդման։ Սիրով 55-37 0 հիշեք մեր համարը, շնորհակալ ենք շատ։ Ահա, այսպեսի լավ խոսքեր։ Տեսեք, մեր ռադիո լսողը սխալ հասցեով գնացել է, բայց պարզվել է, որ բայց լավ էլ ճիշտ հասցեով էր գնացել։ Իդեպ հասցեների հետ կապված լինում են դեպքեր մայրաքաղաքում երբեմն կան այսպես դժվարամատչելի տեղեր, օրինակ հաճախ չէ, տաքսի են կանչում սխալ տեղ է գալիս, ինչպես է աշխատում հրշեջ ծառայությունը, որ ճիշտ հասցեով գնա։ Հրշեջ ծառայությունը ուրեմն կարելի ասել, որ սկսվում է մեր 911 ահազանգման կենտրոնից, երբ որ քաղաքացին զանգահարում է 911, կարելի ասել մեր ծառայությունը, մեր գործը արդեն կարելի է սկսված համարել։ 911 աշխատակիցը վերցնելով բոլոր համապատասխան տվյալները փոխանցում է հրշեջ փրկարարական մաս, հասկանալով թե որ ջոկատն է տեղաբաշխված ավելի մոտիկ կանչին, կանչը տալիս է համապատասխան մեզ, մենք ժամանակի ընթացքում շուտ դուրս են գալու ջոկատից, մեկնում ենք կանչի վայր եւ սպասարկում ենք կանչը։ Պաստորեն Դավիթ, ես ճիշտ հասկացա, որ դուք միայն հրդեհը չեք մարում, այլ ցանկացած այլ պատահարի դեպքում, եթե կանչ է լինում, էլի ձեր ջոկատը գնում է, թե տեսեք, իմ պաշտոնը հրշեջ փրկարար։ Հրշեջից բացի նաեւ փրկարար եմ կատարում ենք փրկարարական աշխատանքներ, պարանային աշխատանքներ, օգնություն քաղաքացիներին, ավտովթարներ,
Ահա, հիմա մի այսպես փոքրիկ լուրջ կետի գանք, օրինակ, եթե կինը կամ որևիցե մեկը տանը բռնության է ենթարկվում եւ այդ մասին չի կարողանում բարձրաձայնել, բայց փորձում է կապվել ձեզ հետ 911 զանգահարելով։ Այս պարագայում եւս փրկարար ծառայությունը հասնում է օգնության եւ ինչ պետք է անել այդ դեպքերում, այդ, չգիտեմ, գուցե լայվ խակեր կան, օրինակ, եթե մարդը գտնվում է անելանելի վիճակում եւ կողքին բռնարարն է ու չի կարող այսպես բարձրաձայնել այդ մասին, ինչպես դիմի փրկարար ծառայությանը։ Արդյոք դա մտնում է ձեր գործառույթի մեջ։ Եթե քաղաքացին ունի օգնության կարիք, նախ եւ առաջ անպայման եւ շատ կարեւոր է զանգահարել 911, տեղակ պահել իր խնդրի մասին, տեղակ պահել թե որտեղ է գտնվում ինքը ներկա պահին, հասցեն, որպեսզի կարողանանք թե հրշեջբռնական ծառայությունը, ոստիկանությունը, բուժօգնությունը կարողանանք շուտ արձագանքենք եւ մոտենանք քաղաքացուն, որպեսզի օգնենք։ Մեր մոտ քանի որ միասնական համակարգ է, կախված կանչի բնույթից, որոշում են թե ինչ ծառայություններ պետք է մեկնեն կանչի վայր։ Նման դեպքերում միանգամից կանչի վայր է մեկնում ոստիկանությունը, հրշեջբռնական ջոկատը, շտապօգնության անձնակազմը, դրանից բացի կարող է լինել կանչեր, որ չգիտեմ հրդեհ է տան մեջ, միանգամից մոտենում է էլեկտրոցանցը, գազի համակարգի աշխատողները, որպեսզի կարողանանք բոլորս մի ամուր ուժերով ամեն մեկս կատարենք մեր պարտականությունները եւ վերացնենք վտանգը։ Իսկ եթե բռնության ենթարկվածը փորձի ինչ-որ կոդերով խոսել, հետաքրքիր է զանգին պատասխանողը հասկանում է, որ տվյալ անձը այնքան էլ լավ իրավիճակում չի եւ պայմանները թույլ չեն տալիս բարձրաձայնել խնդրի մասին։ Պատահել է նման բան։ Քանի որ այդ զանգ սպասարկողը, զանգ վերցնողը ես չեմ։ Հա, հասկանալի է, բայց ըստ ձեր փորձի նկատի ունեմ այդպես։ Կարող է պատահած լինի, մենք տեղյակ չլինենք։ Հասկանալի է։ Իհարկե, այս լուրջ դեպքերը, միջադեպերը մի կողմ դրած, հետաքրքիր է նաև, որ ահազանգով են ամենաշատը դիմում։ Կատվի օրինակը բերեցիք, հաճախ իմանում ենք, չէ, կամ առաջնահերթ, երբ տանդուռը չի բացվում էլի, միանգամից փրկարարներին ենք դիմում, որն է ամենահաճախ կրկնվող կանչը, բացառելով իհարկե շատ լուրջ դեպքերը։ Դրանից բացի մենք մեկնում ենք կանչերի, օգնում ենք քաղաքացիներին, որոնք ունակ չեն իրենց առողջության պատճառով շարժվել եւ տեղափոխվել ինքնուրույն շտապօգնության մեքենա կամ հիվանդանոցից հետ գալու շտապօգնության ավտոմեքենայից իրանք ինքնուրույն բարձրանան իրենց բնակարան, մեկնում են եւ օգնում են բժիշկներին, որպեսզի քաղաքացուն օգնենք եւ տեղափոխենք շտապօգնության մեքենա կամ հակառակը։ Մենք զանգ ունենք, տեսնենք ով է միացել։ Բարի լույս։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Մարինան է լսում։ Այո։ Բարև Մարինա։ Բարև ձեզ։ Սա Վալենտինան է։ Շատ ուրախ եմ Տիկին Վալենտինա։ Ուզում եմ մի նախ Դավիթին շնորհակալություն հայտնել այդ շատ կարևոր ծառայության մեջ գտնվող ամբողջ անձնակազմին։ Ահա։ Ես Սևակին էլ հաղորդեք, որ Գյումրեցի լինելով հանդերձ պլպլաժամի Վալենտինան եմ, հա, հիմա էլի Գյումրից, հա, և ուզում եմ նորից Գյումրից մի կուրյոզ պատմել, մի զավեշտալի դեպք, որ մի տատիկի տունը խրճիտը այրվում է մինչև մոխիրը, մինչև որ հրշեջները գալիս են օգնության, տատիկը բողոքում է թե բալաջան, ընչի ուշացակ, մոխիրին եկեկի, հրշեջ վարպետը Գյումրեցի նորից իր հումորով ասում է էկ գոր խրցնեիք, կայինք հասնեինք։ Ինչ է ասում։ Գոր խրցնեիք, յանի տակացնեիք։ Դևակը կթարսվանի տատիկին մխիթարում են այդպիսի հումորային պատասխանով։ Ես կարծում եմ շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալ ենք, որ զանգեցիք։ Ես կարծում եմ մեր հրշեջ փրկարարները մոխրի ժամանակ չեն հասնում, այլ մինչև այդ են հասնում եւ Դավիթ ամերիկյան ֆիլմերից այսպես կարծրատիպային ինչ որ բան կա մեր մտածելակերպի մեջ, որ հրշեջ փրկարարները անպայման այսպես մկանոտ, առնական, հաղթանդամ տղամարդիկ են։ Եվ արդյոք դա համապատասխանում է եւ պետք է համապատասխանի այդ ստանդարտներին ու իրականությանը, թե
ուղղակի պետք է ունենալ լավ ֆիզիկական պատրաստվածություն եւ իհարկե նաեւ հոգեբանական եւ բավական է։ Ուրեմն տեսեք, հրշեջ փրկարարը պետք է անընդհատ միշտ բարելավի իր մասնագիտական գիտելիքները, միշտ պահի իր ֆիզիկական պատրաստությունը, դրա համար մեր նախարարությունը մշտապես կազմակերպում է դասընթացներ, որին մենք մասնակցում ենք, որի արդյունքում մենք մշտապես բարելավում ենք մեր գիտելիքները, այո, շատ կարևոր է, որպեսզի հրշեջ փրկարարը իմանա իր գործը, իմանա ինչ է անում, քանի որ շատ պատասխանատու է մեր գործը, դրանից բացի շատ կարևոր է, որպեսզի միշտ մեր ֆիզիկական պատրաստությունը տեղը պահենք, իսկ այդ ամերիկյան կինոներում, որ սերիալները նայում ենք, կադրով գալիս է խողովակահան, ջունը կրակի դեմը կայնում է կրակի հետ, կռվում, հաղթում է կրակին բան, այդ ամենը ուղղակի կինո է, իմ կարծիքով իրականությունը լրիվ ուրիշ է եւ շատ տարբերվում։ Բայց ֆիզիկական պատրաստվածությունը ճիշտ է։ Ֆիզիկական պատրաստությունը պետք է տեղը լինի, քանի որ մեր ծառայությունը, մեր գործը եզակի գործերից է, որ պահանջում է թե մտավոր գիտելիքներ, թե ֆիզիկական պատրաստություն, առանց մեկը մյուսի համատեղելու ուղղակի անհնար կլինի։ Իսկ կա տարիք, որից հետո արդեն այսպես ասած թոշակի եք անցնում եւ այլ հարմար չի, եւ թե ձեզ համար եւ թե համակարգի համար աշխատել։ Իհարկե, ուրեմն ծառայության մեջ 20 տարին լրանալուն պես կարող է դիմել եւ անցնել թոշակի, կա նաեւ տարիքային ստաժի թոշակ, ամեն մասնագիտություն ունի տարբեր տարիքային թոշակներ, որից հետո կարող ես գնալ թոշակի։ Այդ ձեր պարագայում երբ է տարիքային արդեն չկա։ Չէ, մեր տարբերակում էլ կա, ուղղակի ըստ երևի մարդու, ստաժի։ 9 տարի ծառայում եք, դեռ շատ ժամանակ ունեք ծառայելու, շնորհակալ ենք ձեզ, թող ավելի շատ ձեր կյանքում գերիշխեն այն թեթև պատմությունները, որոնք ասացիք, իսկ ծանր պատմությունների դեպքում ճիշտ պահին հասնեք եւ կարողանաք կյանքեր փրկել։ Շնորհակալություն։ Մենք ենք ձեզ շնորհակալ։ Մենք զրուցում ենք այսօր Երևանի փրկարար վարչության 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարար ծառայության ավագ սերժանտ Դավիթ Առաքելյանի հետ եւ շարունակում ենք եթերը, արի ուսանալու մասին եւս մեկ երգ լսենք։ Հաճախ ուշացել եմ, բայց ես չեմ սպասել, իսկ հիմա դու ես հայտնվել ու ինձ սպասել ստիպել, չէ արդեն հոգնել եմ ուզում եմ շուտ թողնել գնալ, բայց գուցե մի քիչ դեռ կանեմ, կարող է չուշանաս, ես քեզ այսօր կասեմ, որ քեզ կսպասեմ, 5 րոպե միայն ու կգնամ, թե դու չգաս, չեմ տխրի էլ ես, չեմ սպասի էլ քեզ, տես հոգնել եմ ես անվերջ ասել է չուշանաս, քեզ այսօր կասեմ, որ քեզ կսպասեմ, 5 րոպե միայն ու կգնամ, թե դու չգաս, չեմ տխրի էլ ես, չեմ սպասի էլ քեզ, տես հոգնել եմ ես անվերջ ասել է չուշանաս։ Հարդարում ես նազերը թայելու առաջ, փողոցում կանգնած ես լսում եմ իմ սրտից առաջ, սովորես դու ունենալ միշտ անթերի մեկը, բայց հիշիր, որ սերս չունի, տեսքիդ հետ ոչ մի կապ, ես քեզ այսօր կասեմ, որ քեզ կսպասեմ, 5 րոպե միայն ու կգնամ, թե դու չգաս, չեմ տխրի էլ ես, չեմ սպասի էլ քեզ, տես հոգնել եմ ես անվերջ ասել է չուշանաս, քեզ այսօր կասեմ, որ քեզ կսպասեմ, 5 րոպե միայն ու կգնամ, թե դու չգաս, չեմ տխրի էլ ես, չեմ սպասի էլ քեզ, տես հոգնել եմ ես անվերջ ասել է չուշանաս։ Այսօր կասեմ, որ քեզ կսպասեմ, 5 րոպե միայն ու կգնամ, թե դու չգաս, չեմ տխրի էլ ես, չեմ սպասի էլ քեզ, տես հոգնել եմ ես անվերջ ասել է չուշանաս, քեզ այսօր կասեմ, որ քեզ կսպասեմ, 5 րոպե միայն ու կգնամ, թե դու չգաս, չեմ տխրի էլ ես,
չեմ սպասի էլ քեզ Տես հոգնել եմ ես անվերջ ասել էլ շուշանաս Քեզ այսօր կասեմ, որ քեզ կսպասեմ 5 րոպե միայն ու կգնամ թե դու չգաս Չեմ տխի էլ ես, չեմ սպասի էլ քեզ Տես հոգնել եմ ես անվերջ ասել էլ շուշանաս Սուրճ ուսեր Շարունակում ենք մեր ուղիղ եթերը, մենք այսօր մի քանի այսպես հետաքրքիր թեմաներից ենք խոսում, ուշանալ եւ հրշեջ ծառայության կարեւորությունը, հրշեջ փրկարարների մասնագիտությունը, ինչ որտեղ երկու թեմաներն էլ իրար հետ կապ ունեն եւ ուշանալ ճուշանալու մասին երգել լսում էինք Արսեն Գրիգորյանի կատարմամբ եւ եթերաժամի վերջին րոպեներն են արդեն ու շարունակենք հետաքրքիր նորությունները։ Շարունակենք, այս ընթացքում դուք էլի կարող եք զանգահարել 553702 հեռախոսահամարով, եթե ունեք ասելիք եւ իհարկե գրել մեկնաբանություններ, Facebook-յան live-ը դեռևս գործարկվում է եւ մենք դրանք սիրով կկարդանք եւ մի քանի հետաքրքիր լուր ենք այսպես առանձնացրել ձեզ համար ու աշխարհից եւ թվում է թե անհավանական, բայց Կալիֆոռնիայում անօթևան տղամարդը $1 միլիոն է շահել վիճակախաղով։ Նա հաջողակ տոմսը գնել էր Սան Լուիս Օբիսպո քաղաքի խանութներից մեկից եւ խանութի մենեջերի խոսքով գնորդը, ով տարիներ շարունակ մշտական հաճախորդ է եղել, հենց տեղում մաքրել է տոմսի վրայի ջնջվող շերտը։ Սկզբում նա կարծել է, թե շահել է $100,000, սակայն սահմանը պարզաբանել է, որ մրցանակը իրականում կազմել է $1 միլիոն։ Պատկերացնում եք։ Բախտ։ Անօթևան, այն էլ անօթևան։ Միշտ թվում է թե արդեն անցել է, չէ՞, այս վիճակախաղերի, լոտոների դարաշրջանը, բայց դեռ աշխարհի տարբեր երկրներից նման հետաքրքիր լուրեր ստացվում են, երբ որևէ մեկը շատ անհավանական մեծ թվով գումար է շահում եւ բնականաբար կյանքի ընթացքն ամբողջությամբ փոխվում է։ Բայց չգիտես ինչու դա միշտ լինում է մեզանից հեռու, այնպեսի տեղերում, որտեղ մենք չկանք, ինչպես ասում են, լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք։ Եվ հիմա սպորտային նորություն, որն այնքան էլ սպորտային չէ, Հնդկաստանի սուպեր գավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարին, հարձակվել է մրցավարի վրա եւ 28-րդ րոպեին է տեղի ունեցել այդ ամենը։ Մրցավարը փորձել է պաշտպանվել միջատներից, նա պառկել է սիզամարգին, ծածկվելով սրբիչով։ Մեղուները նահանջել են, երբ մրցավարը դեղին մարզահագուստը փոխել է սևով։ Ինձ թվաց, երբ մրցավարը դեղին քարտ է ցույց տվել կամ կարմիր քարտ։ Այսպեսի զավեշտալի դեպքեր եւս լինում են աշխարհում։ Անցնենք սահուն կերպով սպորտային նորություններին։ Լավ լուր ունենք, քանի որ Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել։ Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվում է ծանրամարտի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունը եւ կանանց 55 կիլոգրամ քաշային կարգում մեր մարզիկը Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 85 կիլոգրամ եւ 88 կիլոգրամ, հրում վարժությունում նա բարձրացրել է 116 կիլոգրամ եւ հենց այս վարժությունում նվաճել ոսկե մեդալ։ Երկամարտի 204 կիլոգրամ արդյունքով Ալեքսանդրան երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովանես Հովանեսյանն էլ աշխարհի առաջնության պոկում վարժությունում 125 կիլոգրամ է բարձրացրել եւ հրել 155-ը եւ ընդհանուր 280 կիլոգրամ արդյունքով Հովանեսը 10-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Այնպես որ մեր մարզիկներին հաջողություն ենք մաղթում, շնորհակալ ենք նրանց լավ ելույթների եւ մեդալների համար։ Հիմա անդրադառնանք Հենրիխ Մխիթարյանին, ում անունը երեկվանից շատ է քննարկվում համացանցում։ Ինտերի կիսապաշտպանը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Բարսելոնայի հետ առաջին խաղը խելահեղ էր։ Դա խելահեղ հանդիպում էր, հիանալի հանդիպում էր դիտելու համար, բայց շատ դժվար էր։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Կարծում եմ, կարող էինք ավելի լավ հանդես գալ։ Առաջին խաղակեսում մենք այդքան երկար առաջ էինք, բայց նախապես չէինք մտածում, որ արդեն հաղթել ենք։ Բարսելոնան մեծ ճնշում էր գործադրում։
Կատալոնացիները շատ լավ էին գնդակի հետ վարվում, ցավոք 2-3 սանտիմետրի պատճառով իմ գոլը չգրանցվեց, բայց ոչինչ չես կարող անել։ Հավանաբար իմ մեծ ձգտման պատճառով հայտնվեցի խաղից դուրս վիճակում։ Հավանաբար ամբողջ կյանքում կհիշեմ այդ դրվագը։ Հույս ունեմ պատասխան խաղում կգրավեմ մրցակցի դարպասը։ Մխիթարյանի խոսքերն է մեջ բերում UEFA-ի մամուլի ծառայությունը։ Այո, իսկապես շատ մի քանի միլիմետրով էր դուրս ոտքը, որի պատճառով համարվեց խաղից դուրս իրավիճակ եւ այո, 3 ամբողջ օրը համացանցը սա էր քննարկում, կային նաեւ հումորային գրառումներ, որ ավելի փոքր ոտնաթաթ ունենալու դեպքում վստահաբար գոլը կհաշվարկվեր եւ հաղթանակ կբերեր։ Բայց պատասխան հանդիպում կա Իտալիայում է լինելու հաջորդ 3 շաբթի, այնպես որ սպասենք։ Այո, մարզասերների համար միշտ կան հետաքրքիր այսպես զբաղմունքներ, հետաքրքիր չէ՞ Մարինա, երբ մարզասեր ես լինում, օրինակ միշտ կա ինչ-որ մի առաջնություն, ֆուտբոլային հանդիպում, չէ՞, որովհետև երբ մենք այսպես կողքից ենք նայում, բայ այսօր այսպեսի խաղ է, օրինակ մի քիչ տարվում ես նայում ես, բայց պատկերացրու մարզասեր ես, անհամբեր սպասում ես եւ միշտ կա ինչ-որ մի հետաքրքիր բան, որը կարող է քեզ զարմացնել ու աճիկ պատճառել։ Մշտապես եւ ես օրինակ ինչքանով որ փորձում եմ հետեւել ֆուտբոլային հանդիպումներին, սպորտից երևի ֆուտբոլն եմ ամենաշատը սիրում, այնքանով որքանով հասցնում եմ հետևել, բայց ինձ համար մի այլ հաճույք է գնալ հենց դաշտում դիտել խաղը եւ եթե անգամ ես չեմ ճանաչում թիմերին, մեծ հաճույքով դիտում եմ եւ ուշ-ուշով հետևում եմ խաղին, դա եւս այլ ադրենալին է տալիս, երբ որ դաշտում ես լինում։ Այս տարի հետաքրքիր հանդիպում կա, չէ՞, Հայաստան-Պորտուգալիա, Ռոնալդոն է գալու, կարծես եթերում առիթ ունեցել ենք խոսելու եւ արդեն գիտեմ, որ շատ մարզասերներ անհամբեր սպասում են, թե երբ պետք է Տոմսերի վաճառքը մեկնարկի, որպեսզի գնեն եւ իհարկե այս դեպքում նաեւ մենք ոչ այնքան մարզասերներ ես, կարծում եմ կուզենք լինել այնտեղ եւ կենթանի լեգենդին հենց մեր աչքերով տեսնել մարզադաշտում։ Իհարկե։ Եվս մեկ սպորտային նորություն, Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Իբրահիմա Մազան Բերլինի Հերտայից տեղափոխվել է Bayer Leverkusen։ Ինչպես հաղորդում է Bayer-ի մամուլի ծառայությունը, կողմերը կնքել են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր մինչև 2030 թվականը։ Գործարքի արժեքը գնահատվում է ոչ ավել, ոչ պակաս 12 միլիոն եվրո։ Ահա, այսքանն էին մեր առանձնացրած լուրերը, Մարինա, այսօր բացառություն անենք եւ մեր ռադիո լսողը, որը հենց խնդրեց մի երգ Հայկոյի կատարմամբ Երևանին նվիրված, սա մենք էլ ենք շատ սիրում այս կատարումը, այս երգով էլ եզրափակենք այսօրվա եթերը, ձեզ մաղթելով շատ լավ աշխատանքային օր եւ իհարկե հաճելի ուրբաթ երեկո, քանի որ աշխատանքային շաբաթն այսօր ավարտվում է եւ ծափերը պատահական միացան այս բային, կարծում եմ շատ տեղին ծափահարում ենք բոլոր նրանց, ովքեր հաջող աշխատել են այս շաբաթվա Այսօր ուրբաթ է, հրաշալի առիթ կազմակերպելու ձեր հանգստյան օրերը, ֆիլմ դիտելու, ուղակի ընկերների հետ մեկ բաժակ գինի խմելու կամ ուղակի տանը մնալու եւ վայելելու շաբաթ կիրակին։ Ձեզ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր, օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։ Տաղավարում աշխատեցին Սևակ Հակոբյանը եւ Մարինա Կրեգը։ Կհանդիպենք երկու շաբթի, լավ մնացեք։ Քո գրկում լուսացել եմ հազար գիշեր, որ իմ սրտում թողել են ջերմ հուշեր։ Ես ու դու ախր շատ ենք նման իրար, իմ ու քո հոգում կա մեծ աշխարհ։ Երբ սիրո փոխադարձ խոսքը չի ասվել, քեզ հետ եմ ես կիսվել ու արտասվել, հարազատ իմ օգուն հարազատ անում, որ իմ սրտից չի հեռանում։ Երևան անչափ սիրում եմ քեզ, Երևան հոգումս ես, ինչ էլ որ լինի միասին ենք մենք երկուսով։ Երևան դու լավ օրերս ես, Երևան ընկերս ես, անցյալից եկանք ու հիմա էլ կանք երգերով։ Երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք։ Ես գիտեմ
Նեղանում ես ամբողջ հոգով Երբ ես քեզնից հեռու եմ օրերով Բայց հաստատ վերադարձս քեզ մոտ է միշտ Ես ու դու կիսել ենք սերթևիշտ Օրեցոր քո պատկերն է փոխվում միայն Բայց մեկ է սրտերում քաղաքն ես այն Որ երբեք չի թողնի մեզ երբեք մենակ Դու իմ սիրո հավերժ քաղաք Երևան անչափ սիրում եմ քեզ Երևան հոգումս ես Ինչ էլ որ լինի միասին ենք մենք երկուսով Երևան դու լավ օրերս ես Երևան ընկերս ես Անցյալից եկանք ու հիմա էլ կանք երկերով Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք Սիրում եմ քեզ Երևան սրտումս ես Ինչ էլ որ լինի միասին ենք մենք երկուսով Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք Սուրճ ու սեր առավոտից